Ну, այդ տարիքում վստահաբար իրավաբան դառնալու ցանկություն չի եղել։ Նույնիսկ ասեմ դպրոցում 9-րդ 10-րդ դասան այդ ժամանակ ուղղվածություններ պետք է ընտրեիք։ Ես ընտրել էի ֆիզիկա, մաթեմատիկական ուղղվածությունը, ակնկալիք ունեմ նույնիսկ տնտեսագիտական ուղղվածություն գնալու, բայց նույնիսկ չեմ կարող հիշել, թե ինչ գործոններ ազդեցին, որ այդպես մի անգամից փոխեցի իրավաբանական ֆակուլտետի կողմընտրություն կատարեցի, չեմ կարող հիմա հիշել այդ որոշման փոփոխությունը ինչով է պայմանավորված եղել, բայց վստահաբար չեմ էլ փոշման է, որ ընտրել եմ այս մասնագիտությունը։ Ես կարծում եմ կա ոչ թե լավ ու վատ իրավաբան, կա օրենսդրագետ եւ կա իրավաբան։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Ցավոք սրտի մեր հետխորհրդային բուհական համակարգը ավելի շատ պատրաստում է ոչ թե իրավաբանների, այլ օրենսդրագետների։ Դրանց տարբերությունը ո՞րն է։ Օրենսդրագիտությունը դա օրենքների տեքստը իմանալն է։ Ինչի համար չի ընդհանրում կրթություն ստանալ։ Ցանկացած հայերեն լեզվի իմացող կարող օրենքների տեքստը կարդա եւ իր ընկալումների չափով հասկանա։ Այ իրավաբանը դա արդեն ավելի լուրջ, ավելի խորքային տեքստերի հետ աշխատելու, տեքստերի մեջ տեսանելի եւ անտեսանելի ենթատեքստերը հասկանալու, նորմերը ճիշտ մեկնաբանելու, հետեւաբար նաեւ կիրառելու ունակությունն է։ Ցավոք սրտի մեր ամբողջ իրավական համակարգը կառուցված է այդ օրենսդրական տեքստերի տրամաբանության մեջ, բայց իրականում իրավունքը դա այդ օրենքի տեքստերը չեն միայն, դրանք էլ են, բայց միայն դա չի։ Եվ մենք ունենք օրենքի տեքստերի մեջ անտեսանելի շատ տեքստեր, կանոններ, որոնք որ կարդալու համար, նախ տեսնելու համար, հետո նոր հասկանալու համար պետք է խորը իրավաբանական գիտելիքներ, հմտություններ, որ կարողանաս այդ իրավաբանի կոչումը ձեռք բերես։ Դա համար ես կուզենայի, որ մենք կարողանանք տարբերակել այդ օրենսդրագետներին եւ իրավաբաններին, թեկուզ հանրային ընկալման մեջ մեր մասնագիտությունը ընդհանուր անվանում են իրավաբաններ։ Հարցադրումը ծնվում է իրավաբան, թե դառնում է իրավաբան, ավելի ընդհանուր կդիտարկեմ, կախված է նրանից, թե բնությունը քո մտածողության կառուցվածքը ինչպիսին է ստեղծել։ Այն մարդիկ, ովքեր որ ունեն քառակուսի մտքի կառուցվածքը շատ սահմաններով է, նրանք լավ օրենսդրագետներ կդառնան։ Բայց այն մարդիկ, ովքեր որ մտքի կառուցվածքը սահմաններով չի, այլ նրանք ունեն վերլուծելու կարողություններ, նրանք կարող դառնան լավ իրավաբան։ Այդպես նաև ասեմ, որ իմ փորձը մանկավարժական գործունեության երկար տարիների ընթացքում ապացուցել է, որ օրինակ բակալավրի բազային կրթություն չունեցող մի շարք ուսանողներ, ովքեր որ հետագայում գալիս են մագիստրատուրա իրավաբանական, նրանց այն մասը, ովքեր որ ունեն մաթեմատիկական կրթություն, նրանք շատ հետաքրքիր իրավական լուծումներ են առաջարկում, որովհետև նրանց մի կողմից ուղեղի կառուցվածքն է այդպիսին, որ թույլ է տալիս տեսնել են ինչ-որ ստանդարտ դասական իրավաբանը կամ օրենսդրագետը չտեսնի, նաև ստեղ կա մի ուրիշ հանգամանք, որ նրանց ուղեղը ավելի մաքուր է։ 4 տարվա ընթացքում մեր իրավաբանների ուղեղը մենք լցնում ենք փոքրիկ կանոններով, սահմաններով եւ շատ դեպքերում այդ ուսանողը, որ ավարտում է այդ բակալավրը, որի ամբողջ հիմքը ցավոք սրտի քրեական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրքն է, նրանք դրանից դուրս ունակ չեն տեսնելու։ Իրանց ուղեղը արդեն ամբողջությամբ լցված է։ Իսկ երբ որ գալիս է ունակ ոչ բազային կրթության, բայց նաև բնական գիտությունների, նրանց լուծումները շատ հետաքրքիր են ու շատ այսպես ուրախացնող են, որ այնուամենայնիվ ունենք այդպիսի ուսանողներ, թեև ես ինքս ընդհանուր առմամբ խիստ վերապահումով եմ նայում ոչ բազային կրթությամբ իրավաբաններ, երբ որ գալիս են մագիստրատուրա իրավաբանական կրթություն ստանալու։ Սա ընդհանուր առմամբ իմ կողմից դրական չի գնահատվում, բայց նաև պետք է ընդունեմ, որ ես ունեցել եմ բազմաթիվ այնպես դեպքեր, չասեմ բազմաթիվ, մի շարք դեպքեր, երբ որ այդ իմ ասած մտքի կառուցվածք ունեցող, բայց ոչ իրավաբանական կրթություն ունեցող անձիկ բավական հետաքրքիր մոտեցումներ են ցուցաբերել օրենսդրական տեքստերի նկատմամբ։ Ես մանկավարժությունից, գիտությունից երբեմն գնացել եմ նաև պրակտիկ աշխատանքի, որովհետև ես մեծ հպարտությամբ միշտ ասում եմ իմ առաջի աշխատանքը դա դպրոցում
իրավունքի հիմունքներ դասավանդելն է։ Այն ժամանակ փորձարկում էր արվում իրավունքի հիմունքներ առարկա ներդնել, չներդնել, ես այն ժամանակ իրավունքի հիմունքներ եմ դասավանդել դպրոցում, հետագայում նաև մասնավոր բուհում եմ դասավանդել, հետո նոր անցել եմ պրակտիկ աշխատանքի։ Ընդ որում պրակտիկ աշխատանքին անցնելուն զուգահեռ անկախ որևէ պաշտոնից ես միշտ առաջնահերթությունը դրել եմ իմ մանկավարժական ու գիտական գործունեությունը։ Նույնիսկ իմ ղեկավարները եւ դատախազությունում եւ քննչական կոմիտեում գիտեին, որ եթե ես գալիս եմ նշանակվում եմ որևէ պաշտոնի, դա չպիտի խանգարի իմ մանկավարժական ու գիտական գործունեությանը։ Բարեբախտաբար իմ բոլոր ղեկավարները այդ գիտակցումը ունեցել են եւ երբեք որևէ կերպ չեն խոչընդոտել, որ ես այդ պետական խիստ ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ նաև գամ համասարան, դասավանդեմ, տպագրվեմ, ավելի նրանք շատ դեպքերում նաև աջակցել են տարաբնույթ գիտական միջոցառումներին, պրակտիկ աշխատանքի իմ ղեկավարները, որ ես կարողանամ այդ գործունեությունը իրականացնել։ Ոստի այնպես չի, որ ես պրակտիկայից եկել եմ գիտություն, ոչ։ Ես միշտ եղել եմ գիտության մեջ, ուղղակի երբեմն գնացել եմ պրակտիկ աշխատանքի, թեև նշեմ նաև, որ ես 2006-ին ընդունվեցի դատախազությունում աշխատանքի, գիտաուսումնական կենտրոն, եւ իմ պրակտիկ աշխատանքը արմատապես փոխեց իմ դասախոսությունների որակ եւ կառուցվածքը։ Մի բան էր, որ ես չունեի պրակտիկ փորձ, բայց ունեի որոշակի տեսական գիտելիքներ, դա դասախոսության այդ բազիսի հիմա վրա դասախոսություն ներկայացնելը մի բան էր, բայց վստահաբար օգնեց ինձ իմ մանկավարժական գործունեությանը, որ ես անցա պրակտիկ աշխատանքի։ Արմատապես ես կարամ ասեմ, որ ես սկսեցի ավելի լավ դասախոսություն կարդալ, ավելի հետաքրքիր ու հասկանալի դասախոսություններ ներկայացնել իմ ուսանողներին, երբ որ ես ձեռք բերեցի դատախազությունում որպես դատախազ պրակտիկ աշխատանքի փորձ։ Գիտեք, ես հայ-ռուսական համալսարանի առաջին ասպիրանտն եմ եղել, իրավաբանական գծով, որ ընդունվել ենք մրցույթով, բավականին բարդ։ Ես արդեն այդ ժամանակ մագիստրատուրան ավարտելուց հետո ունեի 7-8 գիտական հոդված։ Եվ նույնիսկ ես հիշում եմ, որ ունեի մեկ գիրք իմ թե մագիստրոսական թեզը ես արդեն տպագրել էի փոքր մենագրության ձևով։ Այսինքն ես եղել եմ 2003 թվականից այդտեղ ասպիրանտ, հենց ընդունվել եմ ասպիրանտուրա ինձ առարկային տվել, ես դասավանդել եմ քրեական իրավունք եւ դատավարության ամբիոնում։ Այնուհետև նաև այդտեղ համանդրական իրավունքի այն ժամանակ առանձին էին ամբիոնները, նաև համանդրական իրավունքում ծանրաբեռնվածություն եմ ունեցել բավականին եւ միջև հիմա շարունակում եմ դասավանդել։ Ես երկար տարիներ դասավանդել եմ Ռուսաստանի Դաշնության համանդրական իրավունք։ Երիտասարդ տարիքում, երբ որ ժամանակս ավելի ազատ էր, շատ լավ պատրաստվում էի, հիշում եմ, կարդում էի Ռուսաստանի բոլոր որոշումները համանդրական դատարանի, բայց այնուամենայնիվ չապրել որևէ երկրի իրավաքաղաքական համակարգում եւ դասավանդել այդ պետության իրավական համակարգի սկզբունքային հիմքերից մեկը համանդրական իրավունք բավականին դժվար էր։ Դա հնարավոր է կոմպենսացնել, եթե դու անընդհատ հետևում ես այդ հսկայական պետության, այդ օրենսդրության փոփոխություններին, համանդրական դատան իրան շատ ակտիվ էր աշխատում։ Այսինքն ինքը դժվար է, եթե դու չես կարողանում ժամանակի բերումով հետևես նրանց իրավական զարգացումներին։ Հիմա չեմ դասավանդում, հրաժարվել եմ, որովհետև ուղղակի ֆիզիկապես չեմ հասցնում հետևեմ, բայց օրինակ դասավանդում եմ Հայաստանի իրավական համակարգին վերաբերող իրավունքի ճյուղեր, օրինակ քրեական դատավարություն, իրավունքի տեսություն ավելի ունիվերսալ է համարվում, դրա համար այտենց առանձնապես մեծ խնդիր չկա, եթե ավելի ընդհանուր դիտարկեմ հարցը, բացի իմ պրակտիկայից, ապա հայ-ռուսական համալսարանի ուսանողները այո ունեն խնդիր այդ օրենսդրությունների մեջ նյութը լավ չյուրացնելու, պայմաններում տարբեր պետությունների օրենսդրական դրույթները միախառնելու, չտարանջատելու, այդ խնդիրը միշտ մենք տեսնում ենք, օրինակ կարող է դասավանդենք քրեական դատավարություն Ռուսաստանի Դաշնության, քրեական դատավարություն Հայաստանի Հանրապետության։ Պարզ է, երեխաներ են այդ փուլում կարող է նաև շփոթություններ, որտեղ նմանատիպ ինստիտուտներ կան, բայց ամբողջությամբ կարգավորումները այլ են։ Երևի իրավաբանի մասնագիտությունը այն քիչ մասնագիտություններից է, որ մեր բոլորիս հասարակական կյանքի բոլոր ոլորտներին վերաբերում։ Այսինքն չկա մի ոլորտ, որ
իրավաբանի անհրաժեշտությունը կամ իրավաբան այդ ոլորտի մասին որևէ պատկերացում կամ գիտելիք չունենա։ Պարզ է, մակերեսային կարա լինի, բայց նույնիսկ մենք ունենք մեղուների մասին օրենք, այսինքն նույնիսկ այդ հարցի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ կա եւ իրավաբանը պետքա ընդհանուր պատկերացում ունենա հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների հետ կապված, վերցրեք քրեական օրենսգիրքը, քաղաքացիական օրենսգիրքը, դա բոլորիս մեր ամենօրյա, հատկապես քաղաքացիական օրենսգիրքը ամենօրյա ոլորտն է, այսինքն դա համար երևի թե իրավաբանները միշտ տեսանելի են եղել հասարակության համար, միգուցե նաև դրանով է պայմանավորված, եւ երկրորդը կարա լինի նաև նա, որ ոչ թե իրավաբանների մասնագիտությունն է հասարակությանը կամ ֆիլմ նկարողներին հետաքրքրում, այլ ընդհանրապես արդարադատությունն է միգուցե ավելի շատ հետաքրքրում այդ ֆիլմ նկարողներին, միգուցե այդ համատեքստում է, որ իրավաբանները առաջացնում են հետաքրքրություն, բայց նաև ասեմ իրավաբանների նկատմամբ կա նաև որոշակի բացասական երանգավորում այն իմաստով, որ իրավաբանները կարգ սիրող մարդիկ են, իսկ ոչ բոլորն են, որ կարգը սիրում եւ կարող են ըմբոստանալ այդ կարգերի նկատմամբ, օրինակ ես առաջի կուրս որ մտնում եմ, առաջի բանը, որ իրավաբանը ուսանողը պետքա կարգը պահպանի, որտեղ հետագայում ինքը այդ կարգը ձևավորողն է, եթե մենք առաջի կուրսից կարգ չպահպանենք, այդ թվում համասարանական նշանակում է բաղաչեմսորը ռեալ կարգը ոնց է սահմանելու, իրավակարգը ոնց է ձևավորելու եւ ոնց է դու պահպանելու այդ կարգը։ Իհարկե կարգը ոչ բոլորին է դուր գալիս, ցավոք սրտի, բայց երբեմն դա առաջացնում է այսպես բացական զգացողություններ իրավաբանի նկատմամբ։ Ես տարբեր բուհերում դասավանդում եմ եւ տարբեր բուհական համակարգում նկատում եմ ուսանողների այդ մշակութաբանական առանձնահատկությունները, ինչ-որ օրինաչափություններ ես վստահաբար տեսնում եմ, բայց դրան զուգահեռ ես ասեմ, որ ներկայիս ուսանողները, ես իրանց եմ ասում, որոնց ես բացառիկ հարգանքով եմ վերաբերում, բավականին պրագմատիկ են։ Ի տարբերություն մեր սերունդի, մենք ավելի շատ էնտուզիազմով եւ այլն, իրանք շատ պրագմատիկ են, իրանք շատ հարցերում նաեւ ռացիոնալ են, հատկապես կարիերայի վերաբերյալ հարցերում շատ այսպես ռացիոնալ հաշվարկներով առանձնացող երեխաներ, մի քանի գլոբալ խնդիր եմ իշ տեսնում, որը որ ավելի համակարգային է, երևի թե առաջի գործոնը նա է, որ մենք որպես դասախոսներ ընդհանուր առմամբ մեղմ ենք մոտենում կրթական process-ի ստանդարտներին։ Դա բացարձակապես ուսանողի շահերից չի բխում։ Բացարձակապես, որովհետև եթե ես ունեմ 60 հոգանոց լսարան, այդ 60 հոգանոց լսարանի մեջ կան այն 5-ից 10 ուսանողները, որոնք երիտասարդ են, չմոռանանք տարիքները, 16, 17, 18 տարեկան, որոնք ունեն պոտենցիալ, բայց իրանք եկել են ստեղ, այդ որ մենք ստիպենք այդ պոտենցիալը բացվի, ոնց պետք է ստիպենք, ոչ թե բալաջան բանաձևով, այսինքն լավը լինելու, բարի երևալու բանաձևով, այլ տալու եւ պահանջելու։ Գիտելիքը տալիս է, պետք է ստիպես, որ ուսանողը դուրս գա։ Երբեմն համակարգը թույլ չի տալի դա անել։ Թույլ չի տալի եւ ես ցավում եմ, որ տեսնում եմ կա պոտենցիալով ուսանող, որին որ եթե համակարգը ոնց որ գնային եվրոպական կրթական համակարգում նրանք կնստեին օրեկան 50 էջ կկարդային, որտեղ այլ տարբերակ չէին ունենա։ Մենք մեր երեխեքին, լավ երեխեքին հանուն են 40 միջակությունների, այն 10 երեխեքին զոհաբերում ենք։ Բերում ենք, ասում ենք, դու դարձի այդ միջակությունը չնայած, ես կարծում եմ այդ 10 երեխաները պետք է դառնան մեր ապագա ուղղությունները թելադրողը, զարգացման ուղղությունը թելադրողը։ Այստեղ ես կարծում եմ այդ բալաջան բանաձևը, ինձ հասկացաք ես ինչի նկատում եմ, մեղմը երևալու, լավը երևալու, ուսանողի համար այդ պահին նա ոնց որ թե ողջևորված է դրանից։ Բայց շատ դեպքեր մենք պետք է հասկանանք, որ այդ երեխայի ճակատագրի, ապագա ճակատագրի վրա մենք մեծ հաշվով ոչ մի լավ բան չենք անում։ Ես շատ կուզենայի, որ համակարգը ավելի խիստը լիներ, ավելի խիստը լիներ արդարության սկզբունքի վրա հիմնված։ Դասախոսը տալիս է եւ դասախոսը պահանջում է։ Օրինակ ես 4-րդ կուրսում դասավանդում եմ քրեական դատավարություն Հայաստանի Հանրապետության։ 2 ամիս է։ Ծավալը նյութի շատ է։ Արդեն 4-րդ կուրս է։ Ես
դրել իրանց տեղը հաշվարկել եմ։ Եթե իրանք պիտի կարդան 1000 էջ, ասել եմ պիտի օրը նստեք կարդաք 20 էջ, որ դուք կարողանաք այդ երկու հաստափոր գրքի նյութերը յուրացնել։ Դա համարվում է խիստ պահանջ։ Դա համարվում է անիրականանալի պահանջ։ Ես գնում եմ Գերմանիա գործում կրթական համակարգի հետ կապված, տեսնում ուսանողներ ամբողջությամբ 5 հարկանի գրադարաններում օրուցերեք նստած են։ Լիքը գրադարաններում լցված։ Պայմանները իհարկե շատ լավն են։ Դրա համար իմ ընդհանուր պատկերացումը նա է, որ հիմիկվա ուսանողի պոտենցիալը շատ մեծ է։ Տեղեկատվական հասարակությունում մենք ապրում այնուամենայնիվ, բայց մենք որպես համակարգ, դասախոսական կրթական համակարգ, այդ պոտենցիալը դուրս բերելու, նրանց ուղղություն տալու, որովհետև դասախոսը ուսանողին գիտելիք չի տալիս, կամ չպիտի տա, դասախոս ուսանողին պետքա տա ըստ էության մտածելու ուղղություն։ Այդ է դասախոսի հիմնական առաքելությունը։ Մենք ուզում ենք այդ երեխեք ուղեղը լցնենք այդ օրենսդրական տխուր նյութով, որը որ հետագայում կարա փոխվի եւ այդ ամբողջը զրոյացվի, դրա փոխարեն պետքա սովորացնենք եւ ստիպենք, որ այդ երեխաները նստեն, իրանց կաշվից մի քիչ դուրս գան, որտեղ կրթությունը նաեւ պահանջում է դա, որակյալ կրթությունը, որ կարողանանք մենք ապագայում ունենանք այն կադրերը, որը որ մեր երեխաներին ճակատագրերը պետք է որոշ։ Ես շատ կուզենամ, որ մեր հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողները իրավաբանական ինստիտուտի ավելի քան կարևորեն այս տարիներում մտածողություն ձեռք բերելու արժեքը։ Դա ամենակարևոր բանն է եւ ոչ թե մի նորմ ավել պակաս իմանալով, մի բնորոշում ավել պակաս, այլ կարողանան դասախոսից քաղել այն մեթոդը, որը որ ստիպելու է նրանց, որ նրանք կարողանան ինքնուրույն այդ տեքստերը սովորել։ Ես բոլոր իմ ուսանողների համար ստեղծում եմ հնարավորություն դասերից դուրս ինձ հարցեր տալու։ Եթե կլինեն խնդիրներ, որ իրանք այլ կերպ չեն կարող այդ տեքստը կարդան եւ հասկանան եւ պետքա դա անել, դասերից դուրս կա հնարավորություն խումբ ունենք, որ ուսանողը կարա գիտի, որ ես բացարձակ սահման չեմ դնում գիտելիքի վերաբերյալ ինձ հարցեր տալու։ Ես իմ բոլոր քննությունները փակ եմ անցկացնում իմ նախաձեռնությամբ։ Վերցրել եմ Միսբոհերի օրինակները, փակում եմ, որ չտեսնեմ ում գրավորն եմ ստուգում։ Դա պետքա լինի ոչ թե կոնկրետ անձով պայմանավորված, այլ ինստիտուցիոնալ պետքա լինի։ Ուսանողը պետքա գիտակցի, որ իր գնահատականի արդյունքի միակ պատասխանատուն ինքն է, ուրիշ գործոններ պարզապես չկա։ Ես հետեւյալ բանաձև ունեմ, պետք է ուղղակի սիրես այն գործը, որը որ դու անում ես։ Օրինակ, ես սիրում եմ գիտությունը, ես սիրում եմ դասավանդելը եւ կարող է շատերին զարմանալի թվա, ես շատ եմ սիրում եւ մեծ հարգանքով եմ վերաբերում իմ ուսանողներին։ Բացառիկ հարգանք ունեմ իմ ուսանողների որպես ինստիտուտի նկատմամբ եւ ասեմ ձեզ, որ տեսնում եմ նաեւ փոխադարձ հարգանքը նաեւ նրանց կողմից իմ անձի նկատմամբ։ Կարող առաջի կուրսում, քանի որ ես առաջի կուրսում եմ դասավանդում, այսպես ստեղծում են շատ հրեշավոր անձի կերպար, բայց տարիները որ անցնում է, հասկանում եմ, որ ըստ էության դասախոսի եւ ուսանողի նպատակը նույնն է։ Եթե այս երկու սուբյեկտների նպատակը նույնն է, նրանց մեջ հակադրությունը պետք է լինի բացառապես գիտական կամ ուսումնական հարցերում կարծիքների տարբերության մեջ, որ մեկ էս ինչ հարցի վերաբերյալ ունի մի կարծիք դասախոս, ուսանողը ունի մի կարծիք, դասախոսը ներկայացնում է իր հիմնավորումը, ուսանողը ներկայացնում է իր հիմնավորումն է, այդ հարցերի շուրջ նրանց հակադրությունը, բայց չեմ հասկանում ինչու պիտի դասախոսը ստիպի ուսանողին, որ սովորի։ Պարզապես իրավաբանությունը եւ բժշկությունը այն ոլորտներից է, որտեղ որ եթե դասախոսները այդ թողեն դուրս այդ կոնտինգենտին, որ գիտելիքի խնդիր ունի, դեֆիցիտի խնդիր, նրանք հետագայում մեր երեխաների ճակատագիրն են որոշում։ Պետք է մարդ պարզապես սիրի այն ինչ որ ինքը անում է։ Ես սիրել եմ 2001 թվականից ես դաս եմ տվել, ես չեմ պատկերացնում ես դաս չտամ։ Ուսանողների հետ շփվեմ, այդ աշխատանքը իմ աշխատանքն է։